83-ին առաջին անգամ Հայաստան այցելելուց ու միայն Սևանա լիճը տեսնելուց հետո Ղրղստանի առաջին տիկինը մինչև օրս Հայաստանը տեսնելու ու բացահայտելու մեծ ցանկություն է ունեցել։ Առաջին այցն իհարկե առաջին տիկնոջ կարգավիճակում չէր, բայց այն ժամանակ դեռ ուսանողուհի տիկին Ռաիսայի Հայաստանն ու Երևանը բացահայտելու երազանքն իրագործելու հարցում այսօր օգնում էր տիկին Ռիտա Սարգսյանը։ Հայաստանի ու Ղրղստանի առաջին տիկինների երևանյան ճանաչողական զբոսանքն սկսվեց Մատենադարանից։ Հայհին ու միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառներն ընդգրկող Ձեռագիր Մատյանների այս թանգարանը Ղրղստանի առաջին տիկնոջ համար երկար սպասված ու հաճելի բացահայտումներից էր։ Հաջորդ հաճելի բացահայտումը կամ խորհրդավոր բացահայտումներն, ինչպես կարելի է ասել Փարաջանովի դեպքում, աշխարհահռչակ բազմատաղանդ կինոռեժիսորի թանգարանում էին սպասվում։ Փարաջանովի կյանքին ու ստեղծագործությունների մի մասին ծանոթանալուց հետո հերթը հասավ այս թանգարանում կանանց համար ամենահաճելի պահին։ Տիկին Ռիտա Սարգսյանը հիշեցրեց, որ իր բոլոր հյուրերն անպայման կրել են ու լուսանկարվել Փարաջանովի ստեղծած այս յուրահատուկ լայնեզր գլխարկներով։ Բնականաբար հաճելի անակնկալը սպասվում էր նաև Ռաիսա Մինախմեդովնային։ Вы можете одеть его у зеркала, да? Вот смотрите. Очень подходит вам, знаете, она. Եվ անպայման լուսանկար թանգարանի համար։ Թանգարանի տնօրենն անմահացնում է բոլոր հյուրերի այս պատկերն ու պահում դրանք իր հատուկ ալբոմում։ Իսկապես շատ գեղեցիկ է։ Եթե բոլոր կանայք հիմա կրեին գլխարկներ, ես էլ անպայման այսպեսին կկրեի։ Րոպեներ անց տիկին Ռիտա Սարգսյանն անկեղծացավ, թե որն է այս թանգարանում իր նախասիրած անկյունը, ինչը հասկանալի պատճառներ ունի։ Սա իմ սիրած սենյակն է, որովհետև այն կահույքը, որ դուք հիմա այստեղ տեսնում եք, ու առհասարակ այս մթնոլորտը ճիշտ այնպիսին է, ինչպիսին իմ ամուսնու տատիկի տունն էր, երբ մենք նոր էինք ամուսնացել։ Եվ որպեսզի իմ թոռնիկներն էլ դա տեսնեն ու հիշեն, ուզում եմ մեր տանն անպայման մի այսպիսի սենյակ ստեղծել, որտեղ ամեն ինչ կլինի մեր թոռնիկների մեծ տատի տան ոճով։ Ես դրա մասին երազում եմ ու անպայման իրականություն կդարձնեմ դա։ Փարաջանովի Թիֆլիսյան տան հյուրասենյակի նույնությամբ վերաստեղծված այս անկյունում յուրաքանչյուրը գտավ իր տատի կամ ծնողի տունը հիշեցնող մի դրվագ, իսկ երեկոյան Երևանի բացահայտումը Ղրղստանի առաջին տիկնոջ համար դեռ առջևում էր։ Ռուզաննա Վարդերեսյան, Էդգար Դավթյան, Առաջին ալիք։